Կենսաչափական նոր համակարգի ներդրմամբ ներքին գործերի նախարարությունը հանրային ծառայության մատուցման ոլորտում երաշխավորելու է նոր նշաձող, նոր որակ եւ նոր փորձառություն թե մեր քաղաքացիների համար եւ թե օտարերկրացիների համար։ Կենսաչափական համակարգի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում իսկապես չափազանց ծավալուն եւ մարտահրավերային խնդիր է մեզ համար։ Սա մեր առօրյա, ամենօրյա սովորական հանձնարարություններից չէ։ Սա մի ամբողջական խորը եւ համալիր պրոյեկտ է։ Մենք բավական երկար ընտրության փուլ ենք ունեցել եւ նաեւ ներառական ընտրության փուլ ենք ունեցել։ Ուսումնասիրել ենք շուկան, ձևավորված է եղել հանձնաժողով, միջգերատեսչական հանձնաժողով, որի շրջանակներում դիտարկել ենք մանրամասն բոլոր հայտերը եւ ի վերջո բաց, թափանցիկ մրցութային process-ի շրջանակներում ունեցել ենք հաղթող, որի հետ կնքել ենք համապատասխան պայմանագիր։ Նմանօրինակ բարեփոխում հնարավոր է իրականացնել միայն եւ միայն մասնավորի հետ համագործակցության շնորհիվ։ So iPass is a Armenian company. iPass-ը հայկական ընկերություն է, որը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ հանրային մասնավոր համագործակցության պայմանագրի ստորագրումից հետո։ Առաջիկա 10 տարիների ընթացքում մեր առաքելությունը լինելու նույնականացման փաստաթղթեր տրամադրել Հայաստանի քաղաքացիներին եւ երկրի բնակիչներին։ Մինչ այդ մենք պետք է ստեղծենք ամբողջական ենթակառուցվածքը երկրի մասշտաբով գործունեություն ծավալելու համար։ Տարիներ շարունակ այս ոլորտը որևէ ռեալ ներդրում չի ունեցել եւ ըստ այդմ չի կարողացել պատշաճ պայմաններ ապահովել հանրային ծառայությունների մատուցման ոլորտում։ Մենք հանձնառու ենք շարունակելու լավարկման գործընթացը, ամենօրյա ռեժիմով մշտադիտարկելու ամբողջ գործընթացը եւ եթե լինեն հնդածս խնդիրներ, դրանք կարգավորելով կգնանք առաջ։ Մենք իսկապես ցանկանում ենք նորարարություն բերել այս ոլորտում։ Ներքին գործերի նախարարության հետ միասին ամբողջությամբ վերանայել ենք նույնականացման փաստաթուղթ ստանալու գործընթացում քաղաքացու փորձառությունը։ Իրականում նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ առաջին հերթին մեր քաղաքացիները կնկատեն ֆիզիկական ենթակառուցվածքի փոփոխություններ, որտեղ որ ավելի պատշաճ պայմաններով կկարողանան ստանալ այս ծառայությունները նոր որակով, նոր ստանդարտով, նոր նաև դիզայնով հագեցած գրասենյակներում։ Շատ կարևոր է, որ նոր սերնդի կենսաչափական ընտանիքում Հայաստանի Հանրապետությունը ներկայանում է նոր որակի կենսաչափական անձնագրով եւ նույնականացման քարտով, որը բավարարում է միջազգային ամենաբարձր ստանդարտին, միաժամանակ ապահովում է Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության տարեր։ Մենք վերջերս նաեւ հանրայնացրեցինք, որ դիզայնում թղթի բաղադրության մեջ ներդրել ենք նաեւ Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, եռագույնով անվտանգային բաղադրիչ, որը առաջին հայացքից կարող է թվալ, որ դիզայնին վերաբերող լուծում է, բայց իրականում անվտանգային լուծում է, որը թույլ է տալիս թղթի բաղադրությունը եւս պաշտպանել հնարավոր կեղծիքներից։ Մեր քաղաքացիները պիտի վստահ լինեն, որ իրենց պետությունը տրամադրում է այնպիսի փաստաթուղթ, որը անվտանգ է, այս պայմանագրի շրջանակներում տվյալների սեփականատերը շարունակելու է համարվել Հայաստանի Հանրապետությունը, մեր քաղաքացիները կարող են վստահ լինել, որ որևէ խնդիր այս տեսանկյունից չկա, մեր մասնավոր գործընկերը որևէ գործարքի շրջանակներում ունենալու է հասանելիություն այս կամ այն տվյալին եւ այդքանով կսահմանափակվի ամբողջ գործընթացը։ Հայաստանի ապագա նույնականացման փաստաթղթերը լինելու են աշխարհում ամենաապահովներից մեկը։ Մենք ունենք հանձնառություն 2026 թվականի աշնանը ներդնելու, այսինքն մատուցելու այս ծառայությունները արդեն մեր քաղաքացիներին, այս հանձնառությունը անշեղ կատարվելու է, որևէ ժամանակային փոփոխություն չունենք այս տեսանկյունից։ Մենք ցանկանում ենք կառուցել մի ընկերություն, որը հասարակության կողմից ճանաչված կլինի իր ծառայությունների գերազանցության եւ արտադրանքի բարձր որակի համար։ Իսկապես պատասխանատու է այն շրջանակը, այն շարավիղով
աշխատանքը, որը որ մենք հիմա ստանձնել ենք եւ ինչպիսի վերջնանպատակ եւ վերջնարդյունք որ ֆիքսել ենք մեզ համար։ Վստահ եմ, որ պետություն մասնավոր գործընկերության այս նոր մոդելի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը կկարողանա թռիչքաձև զարգացում ապրել եւ այսպիսի նոր որակի հանրային ծառայություններ մատուցել մեր քաղաքացիների համար եւ այստեղ որևէ կոմպրոմիս բնականաբար ընդունելի համարվել չի կարող։